Մեր տաղավարում է բժիշկ, սեքսոլոգ, բլոգեր Անդրոնիս Ղարիբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք սկսում առավոտը ու հետաքրքիր է ինչպես են սկսվում ձեր առավոտները սովորաբար եւ արդյոք աշխատանքային ու ոչ աշխատանքային առավոտները տարբերվում են։ Իմ մոտ գրեթե տարբերություն չկա աշխատանքային եւ ոչ աշխատանքային առավոտների միջեւ, որպես կանոն արտանում եմ առավոտյան ժամը 7-ին կամ 6:50, ինչքան էլ որ ուշ քնած լինեմ, փորձում եմ մինչև ժամը 7-ը արթնանալ։ Որը սկսում է հետեւյալով, ամեն ինչ անում եմ, որ գոնե 7:30 լինել կասկադի շրջակայքում, որպեսզի արդեն նախաճաշանեմ, որովհետև առաջին պացիենտը որպես կանոն կանչում եմ 8-ից 8:15, որպեսզի հետո հասցնեմ գնալ կլինիկա։ Հրաշալի։ Եթե չեմ սխալվում, մենք վերջին անգամ 1 տարի առաջ ենք հանդիպել մեր տաղավարում։ Այս ընթացքում ինչ նորություններ ունենք, այս ընթացքում ինչ է փոխվել ձեր կյանքում, ինչ նոր ձեռքբերումներ կան։ Ձեռքբերումներից թերևս ամենակարևորը նա է, որ ես որոշել եմ արդեն ապրել եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ մինչեւ այդ կարելի ասել երկակի կյանք էի վարում, տարվա կեսը աշխատում էի ու ապրում էի Իսպանիայում, կեսը Հայաստանում, ոնց որ վերջնական եկա այն եզրահանգմանը, որ ցանկանում եմ ապրել Հայաստանում, որովհետեւ չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Ժամանակ ամեն դեպքում բլոգի համար նույնպես գտնում եք եւ շատ բավականին ակտիվ եք սոցհարթակում նույնպես։ Հետաքրքիր է ձեր ստեղծած կոնտենտը եւ ինչ նպատակի է ծառայում։ Իմ ստեղծած կոնտենտը բացարձակապես ինձ դուր չի գալիս, սկսենք այս կետից։ Համար մի փոքր ավելի շատ ինձ ներկայացրել եմ բլոգեր, ով որ անում է այն ամեն ինչ, ինչ որ ցանկանում է, առանց ֆիլտրերի, առանց միկրոֆոնի, առանց որակյալ կամերայի, որպեսզի պարտականությունին վրա լրացուցիչ չվերցնեմ, մի հատ է մտածեմ, թե այդքան աշխատելուց զատ ինչ կոնտենտ ես կարող եմ որակով ապահովել։ Բայց կարծում եմ հիմնական շեշտը կանում է նրանում, որ ես իմ ֆոլովերների հետ բավականին անկեղծ եմ ու ոնց որ կյանքում եմ։ Այսինքն հիմնականում ամեն ինչ ներկայացնում եմ առանց ֆիլտրերի։ Բլոգեր եւ հումորով, հա, ու հումորը մեծ դեր ունի ձեր ստեղծած բովանդակության մեջ, դա չի խանգարում աշխատանքում։ Բացարձակ, որովհետև ձեր որպես բժիշկ երբեմն լինում է, որ պացիենտները դիմում են հետագայում բուժման ընթացքում կամ բուժման վերջում ասում են երբևէ չէի պատկերացնի, որ դուք կլինիկայում այսքան լուրջ եք աշխատում ու դուք այդ նույն մարդն եք, ով որ բլոգ է վարում, բայց նաև ասեմ ի գաղտնիք, ես այդ բլոգի վրա գրեթե ժամանակ չեմ ծախսում։ Եթե ես Instagram-ի իմ ակտիվության հատվածը տեսնում եմ, օրական մաքսիմում 15-ից 20 րոպե։ Այսինքն ինչ-որ մի քրինջային բան եմ տեղադրում, հետագայում դուրս եմ գալիս, մեկ էլ անցնում եմ մի 5 ժամ, մտնում տեսնում, որ արդեն մի 300 կոմենտարիաներ կան։ Նու, բայց ինքը օգնում է իհարկե, որովհետև բլոգի հիմնական նպատակն է, որ մարդիկ հասկանան իրենց սեռական խնդիրները, տեսանելիություն ապահովի սեռական խնդիրների եւ մարդիկ հասկանան, որ ինչպես օրինակի համար կարող են դիմել սրտաբանի, ստամոքսաղիքային տրակտի մասնագետի եւ այլն, ապա նույնպես էլ կարող են դիմել բժիշկ սեքսոլոգի եւ ստանալ իրանց սեռական հարցերի պատասխանը։ Իդեպ ասեմ, որ սեռական խնդիրները ոնց որ ամբողջ աշխարհում, այդ նաեւ Հայաստանի Հանրապետությունում շեշտակի աճում են եւ ես կարծում եմ, որ մենք ունենք նաեւ կարիք նոր մասնագետների տվյալ ոլորտում ու դա շատ կարեւոր կլինի այդ մասին բավականին շատ նյութեր տեղադրելը, մարդկանց կրթելը, ինֆորմացիա տալը եւ այլն։ Այսօր նույնպես արդեն կունենանք մի փոքր ինչ խոսել մասնագիտական, բայց հետաքրքիր է այդ մեկնաբանությունների մեջ ինչ տեսակ մեկնաբանություններ են լինում։ Նաև կարծում եմ մեկնաբանություններից նույնպես ձեր հետևությունները դուք անում եք։ Հա, մեկնաբանությունները լինում են շատ տարբեր։ Հիմնականում են մարդիկ, ովքեր իմ մոտ տարբեր բուժումներ են ստացել, իրենք հիմնականում շատ դրական են արտահայտվում։ Կան մարդիկ իհարկե, ովքեր որ գրում են բավականին շատ բացասական մեկնաբանություններ, բայց չգիտեմ ինչու է պայմանավորված վերջին շրջանում այդ մարդիկ շատ են պակասել, կամ միգուցե մտածում եմ, որ ես էլ ինչ-որ փոխադարձ ագրեսիա եմ ցուցաբերում երբեմն ստորիների տեսքով տվյալ մարդկանց նկատմամբ, չգիտեմ, խելոքացել են կամ զսպվել են, չեմ կարող ասեմ ինչու է պայմանավորված, բայց անկախ ամեն ինչից, հա, երբեմն ես իրականում հասկանում եմ, որ չափից ավել եմ հումորային բաներ տեղադրում։ Ես դա հասկանում եմ, ես դա լավ գիտակցում եմ եւ արդեն իսկ այդ մեկնաբանությունների ֆորմատից նաեւ հասկանում եմ, որ պահին արդեն կարելի է լրջանալ, կոնտենտը փոխել, մի որոշ ժամանակ ամբողջովին այլ բանով զբաղվել, հետագայում նորից վերադառնալ, տվյալ այդ ամեն ինչի եւ այլն։ Որովհետեւ գիտեք, երբեմն ես կարծում եմ, որ կարելի է շատ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել այս ամեն ինչին, բայց երբ որ ես
տեղադրում եմ ինչ-որ մի գիտական աշխատանք, որը իրականացել է մոտավորապես 2 տարվա կտրվածքով, կամ, չգիտեմ, ինչ-որ մի նյութի պաշտպանություն, որը իմ համար շատ ռեյտինգային բան է, կամ օրինակի համար աշխատել եմ Եվրոպայում առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, որը շատ քչերին է հաջողվում, հա։ Նմանատիպ երբ որ ինչ-որ մի նյութ եմ տեղադրում, իրականում հասկանում եմ, որ չկան լայքեր, չկան մեկնաբանություններ, իսկ մենք բոլորս բլոգերներս ինչի՞ չէ նաև կախված ենք այդ ամեն ինչից քիչ թե շատ, իսկն ես որոշել եմ մի մարտավարություն, որ կդնեմ ինչ-որ մի հումորային բան, կհավաքվեն մարդիկ, հաջորդ նյութը արդեն կլինի նեղ մասնագիտական։ Այսինքն եւ այդ մարդկանց պետք է բերել, եւ այդ մարդկանց պետք է միևնույն ժամանակ տալ հասանելի ինֆորմացիա։ Հետաքրքիր մարտավարություն է։ Իսկապես։ Իսկ այդ զավեշտալի ու աբսուրդի հասնող իրավիճակներից մի քանիսը հիմա կհիշեք, որոնցով գուցե արդեն հասցրել եք կիսվել ձեր լսարանի հետ։ Չեմ կարող ասեմ, մտքից ինչ որ բան չի գալիս, բայց կան իրականում որ մարդիկ տարբեր հիվանդություններ անում, տարբեր ձևեր են ընկալում, կամ օրինակի համար վերջին շրջանում մի պացիենտի ասացի, որ ձեր մեզում սպիտակուց է հայտնաբերել ու պետք է ուղարկեմ նեղ մասնագետի, ասես բիժան սպիտակուցը ոչինչ կարևորը բելոկ չլինի։ Զվարճալի բան է։ Շատ եմ պատմություններ իհարկե, աշխատում եմ, եթե ինչ-որ մի բան էլ պատմում եմ, աշխատում եմ դա միանշանակ համաձայնեցված լինի տվյալ մարդու հետ, կամ չգիտեմ, երբեմն արդեն իմ պացիենտները ինձ լավ գիտեն եւ ասում են, վայ, տեսեք ոնց որ ստորի դարձավ իմ խոսքը, ու ասում են կարակ տեղադրեք։ Հակառակ բaragam նաեւ այդ վիճակը կա, երբ որ մարդիկ ովքեր որ հետևում են ու չեն ճանաչում քո բժիշկ տեսակը, պրոֆեսիոնալիզմը եւ այլն, նրանց թվում է թե ամեն ինչը որ քո մտքով անցնում է, դու դա տեղադրում ես ու չեն պատկերացնում ինչ բան նշանակում բժշկական գաղտնիություն, անգամ եթե այնտեղ անուններ չկան տվյալ պարագայում։ Նաև հետաքրքիր օրինակ կարծիք կարող են կարձնակրել, որ ժամանակի ընթացքում մեր բացառակությունում արկա կարծրատիպերը, միֆերը սեռական առողջության մասին կոտրվում են։ Ինչ փոփոխությունների ականատեսն ենք լինում։ Ես կարծում եմ արդյոք փոփոխություն թե ոչ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ որ փոփոխությունը շատ մեծ է վերջին տարիներին, որովհետև ես այդքան շատ մեծ աշխատանքային փորձ չունեմ, մոտավորապես 12 տարի, եթե չեմ սխալվում, բայց ես հիշում եմ, որ երբ որ ես նոր եմ սկսում աշխատել, իրականում շատ քիչ մարդիկ էին դիմում, նույնիսկ ժամանակ առանձնապես քիչ թե շատ ճանաչված էլ չէի, բայց անկախ ամեն ինչից շատ մարդիկ, ովքեր որ ունեն սեռական առողջության հետ կապված շատ սպეციფიկ թեմաներ, որոնք ըստ հասարակության կարծրատիպային են, հիմնականում չէին դիմում մասնագետների, իսկ հիմա բավականին ազատ դիմում են, գանգատը միանգամից նկարագրում են, այն գանգատը, որը ժամանակին միգուցե մենք ստանայինք մոտավորապես 5 խորհրդատվությունից հետո կամ էլ չստանայինք։ Անկախ ամեն ինչից ես կարծում եմ, որ ոլորտի բժիշկները պետք է լինեն շատ բաց, շատ անկեղծ եւ պետքա չլինեն կարծրատիպային, որովհետեւ դա ամենակարևորն է տվյալ պարագայում, որովհետեւ մենք ինչքան շուտ ստանանք կարևոր ինֆորմացիան, այնքան նորմալ կբուժենք տվյալ պացիենտին, բայց նաեւ շատ պացիենտներ վախենում են բժիշկներից, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ որ նրանք պատմում են իրենց պատմությունը սեռական առողջության հետ կապված եւ ոնց որ ենթարկվում են բուլինգի տվյալ պարագայում։ Որտեւ եկեք հաշվի առնենք, որ բժիշկներն են միշտ չի, որ կարծրատիպային չեն մոտենում տվյալ հարցերում։ Առավել եւս այն կանայք, ովքեր որ ունեն սեռական կյանք, բայց ամուսնական կարգավիճակ չունեն, կամ չգիտեմ, սեռական կողմնորոշմամբ պայմանավորված, կամ սեռական ֆանտազիաների եւ ցանկությունների հետ պայմանավորված, մի խոսքով, բժիշկները մեր ոլորտի պետք է լինեն բաց եւ տվյալ պարագայում իրանք ունենան շատ պացիենտներ։ Դա իմ կողմից խորհուրդ ապագա տվյալ ոլորտի մասնագետներին, այո։ Եվ այդ բացությունը երևի զույգերի միջև էլ է կարևոր, չէ՞, ձեր դիտարկմամբ զույգերը կարողանում են ավելի անկաշկանդ խոսել իրենց սեռական կյանքի մասին, եթե տարիների տեսանկյունից դիտարկենք։ Տեսեք, բերեմ մի օրինակ, որ ավելի լավ պատկերացնենք, օրինակի համար ես որ ես խոսում եմ նախկին բժիշկների հետ կամ ավելի ավագ սերնդի մարդկանց հետ, այդ ուղղակի ձեր միջինում իմ առանձնացած ստատիստիկաներն են, դրան կարելի է լուրջ վերաբերվել, շատ զույգեր կային, ովքեր որ եւ ունեին կին, եւ ամուսին, եւ արտամուսնական բազմաթիվ կապեր, պարտներներ եւ այլն։ Այսօր որ ես աշխատում եմ ավելի երիտասարդ տարիքի մարդկանց հետ, մենակ 25, 24 եւ նրանց հարցում արդյոք դուք բացի ամուսնական կապից այլ կապեր ունեք, որպես բժիշկ իմ համար դա պետք է հասկանալու համար ինչ
ինչ տիպի բուժում առաջարկել եւ ինչ անալիզներ։ Հիմնական պատասխանը ստանում են, որ ոչ բժիշկ ջան, ես ամուսնացել եմ, որպեսզի ունենամ մշտական մեկ պարտներ եւ այլն։ Իրականում ինչ որ դրական բաներ մենք միանշանակ ունենք ու ոնց որ այլևս այդ արտամուսնական կապերը տրենդային չեն, դա տվյալ մարդուն ռեյտինգ չի բերում։ Իսկ եթե հիշենք օրինակ համար 90-ականների վերջ եւ այլն, կարծում դա շատ տարածված երևույթ է եղել։ Հետաքրքիր է նաեւ ձեզ մոտ խորհրդակցության ժամանակ ավելի հաճախ զույգերով են գալիս, թե առանձին։ Հաճախ զույգերով կամ եթե կարիք լինում է, ասում են ուզում եմ սկզբից գամ մենակ, հետագայում եթե կարիքը լինի, արդեն զույգի կմիացնենք։ Ամեն դեպքում խնդիրներ որպես կանոն շատ քիչ են արձանագրվում, երբ որ օրինակի համար զույգային խնդիր ունեն, բայց հիմնականում մեկն է դիմում։ Իսկ դա նաև բժշկի ներկայացումից է կախված, որովհետև երբ որ ներկայացնում ես, որ եթե դուք երկուսով դիմեք մասնագետի ավելի հեշտ կբուժվեք եւ ձեր խնդիրը հիմնովի կանցնի, տվյալ պարագայում ընկալում է, որ պետքա երկուսով դիմեն։ Իհարկե կան շատ դեպքեր, ոչ շատ, բայց կան, երբ որ օրինակ ինը գրում է ամուսինս ունի խնդիր, բայց ոչ մի պարագայում չի գալու բժշկի, կլինի ես գամ, իր անալիզները ձեզ ցույց տամ, իր գանգատները ձեզ պատմեմ, չգիտեմ, դեղեր նշանակեք տանեմ ինքը խմի։ Նկատում տենց դեպքեր կան, իհարկե, բայց վերջին շրջանում աշխատում չզբաղվեմ, որովհետև կարծում եմ, եթե տվյալ մարդու խնդիրը լուրջ է եւ իրան հուզում է, ինքը կդիմի մասնագետի։ Եթե չի դեմի, ուրեմն պետք չի։ Հիմա մի քիչ ցավոտ հարց եմ տալու, բայց էլի մեր հասարակությունում արկա է այս մոտեցումը, երբ ընտանիքի մեկ այլ անդամ է օրինակ զույգից մեկի հետ կամ թեկուզ զույգի հետ գալիս բժշկի, նման դեպքեր լինում են։ Մայրիկը, տատիկը, բաբիկը, սկեսուրը, երբ այլ մարդիկ խառնվում են զույգի խնդիրներին եւ փորձում են դա բարձել բժշկի հետ։ Շատ հազվադեպ իմ մոտ կարծում եմ նմանատիպ դեպքերը բավականին քիչ են, որովհետև սոցիալական ցանցերով ես շատ եմ անդրադառնում, որ տվյալ դեպքերը անթույլատրելի են, ոնց որ զույգը պետք է մոտենա եւ այլն։ Եվ կարծում եմ, եւ եթե լինում է նմանատիպ դեպք, երբ որ պետք է նաեւ հետը միանա մայրը, սկեսուրը եւ այլն, հիմնականում այլ մասնագետների են դիմում, ոչ ինձ տվյալ պարագայում։ Բայց իհարկե կան դեպքեր, որի ընթացքում ռեալ անհանգստանում են ծնողները միգուցե, բայց հարգում են տվյալ զույգի անձնական տարածքի եւ միանշանակ խորհրդատվության ժամանակ դուրս են գալիս, եթե կարիք լինի միգուցե տվյալ ծնողին էլ բացատրվի, եթե կարիք լինի, բայց տվյալ դեպքերը բավականին քիչ են։ Դա շատ լավ է իրականում։ Շատ լավ է իրականում, հա։ Իսկ սեռական առողջությանը վերաբերող անհարմար հարցեր կան, թե չկան։ Անհարմար։ Հա։ Չէ։ Դե իմ համար որպես մասնագետ չկա անհարմար հարցեր։ Պացիենտների համար երբեմն կան անհարմար հարցեր, բայց դե կարծում եմ միանգամից այդ հարցերը չպետք է տալ։ Պետք է նախ եւ առաջ ծանոթանալ տվյալ մարդու հետ, պետք է ստանալ համապատասխան վստահություն պացիենտի կողմից եւ եթե տվյալ մարդը հասկանա, որ այո կարելի է ձեզ վստահել, ապա հարցերին նորմալ կպատասխանի, որովհետև քիչ չեն այն մարդիկ, ովքեր դիմում են բժշկի, ասում են որոշակի խորհրդատվություն, բայց առանձնապես բժիշկը նրանց սեռական կյանքի մասին ոչ մի նորմալ ինֆորմացիա չի ունենում։ Դա էլ է շատ կարևոր, որովհետեւ պացիենտը կարողանա վստահել բժշկին։ Իսկ դուք ինչ-որ մոտեցում ունեք այդ հարցում։ Ես չեմ շտապում, բացարձակ, փորձում եմ մաքսիմալ առողջ ու անկեղծ զրույց ծավալել եւ բացատրել, որ ցանկացած ինֆորմացիա դա ձեր նորմալ բուժման համար է նախատեսված։ Մինչև բժիշկներին դիմելը հիմա տրենդային է դիմել արհեստական բանականությանը, որովհետև այդ դարաշրջանում ենք ապրում եւ վստահ եմ, որ հատկապես անհարմար հարցերով երևի ավելի հեշտ է արհեստական բանականությանը դիմելը, քան մարդուն։ Սրա հետևանքներին բախվել եք եւ եղել է, որ օրինակ վերադիագնոզավորեք այն, ինչ արդեն իսկ դիագնոզավորել է արհեստական բանականությունը։ Բազմաթիվ անգամներ, առավելևս ես եթե կարճ նկարագրեմ, սեքսոլոգիան դա հոգեբուժության ճյուղ է։ Եվ ես հիմնականում աշխատում եմ մարդկանց հետ, ում խնդիրները շատ հոգեծին ծագման են։ Սեռական բնույթի են, բայց ունեն հոգեծին ծագում։ Օրինակի համար ես երբ որ մի նյութ եմ տեղադրում, օրինակ գիշեր ժամը 3-ին, չգիտեմ, միավի մասին օրինակի համար։ Ու այն մարդիկ, ովքեր որ ունեն քիչ թե շատ կպչուն մտքեր, տագնապներ եւ այլն, իրենք գտնում են ինչ-որ մի գանգատ, որը իրենց է
վերաբերվում, բայց այդ գանգատը կարող օրինակ պայմանավորված լինի գրիպով, չգիտեմ, ընդհանուր թուլությամբ, անքնությամբ, էլի, բացարձակ պարտադիր չի, որ դա լինի տենց գանգատ, ու իրանք արդեն գիշերվա ժամը 3-ից սկսում են գրել։ Ես նաև ChatGPT դրեցի այդ ինֆորմացիան, բերես, որի մոտ հստակ էս խանգարումն է, խնդրում եմ ամենաառաջինը ուզում եմ լինել ձեր մոտ, օրինակ ժամը 8-ին։ Ոչ 8-ից, ոչ 9-ին, որովհետև իմ մոտ հստակ կա տվյալ ախտորոշումը։ Ես բացատրում եմ, որ ձեր մոտ ոչինչ բան չկա, անալիզի իհարկե կհանձնենք, բայց ես պետքա նեղ մասնագիտական աշխատանք, հոգեբան, հոգեթերապևտ եւ այլն, բայց միևնույն է արդեն իսկ ախտորոշված, որ իրանք հստակ ունեն տվյալ ախտորոշումը, մոտենում են։ Ու շատ է, առավել ևս վերջին շրջանում, ինձ թվում է այդ արհեստական բանականության հետ կապված պատմությունները ծրագրերը դարձել են տագնապային խանգարում ունեցող մարդկանց համար չարիք, որովհետև տեսեք, մենք ոնց ենք պոիսկ տալի, հա, տվյալ հատվածում, այն ինչը, որ մենք ուզում ենք լսենք, իսկ մենք ինչ ենք ուզում լսենք, ամենավատ ինֆորմացիան տվյալ պարագայում, որովհետև ունենք տագնապներ։ Գրում ենք, բերում արդեն, որ այո, տվյալ հիվանդության ժամանակ կարող է լինել այս ախտանիշները, եւ եթե մենք ինչ-որ մի սիմպտոմ էլ ունենանք ուղղակի, ուրեմն մենք արդեն ունենք այդ հիվանդությունը։ Ամեն դեպքում արդյոք օգտվելով ասենք, որ ճիշտ է դիմել բժշկին, մասնագետին, այլ ոչ թե ծրագրերին կամ արհեստական բանականության ասես, որ կրկնակի գուցե երակի ստրեսի չենթարկվեք։ Ու նույնը նաև պացիենտները այն դեղատոմսը, որ ես նշանակում եմ, մի հատ էլ դա են տեղադրում անպայման։ Անպայման մեկ է զանգում են, ասում են բժիշկ, դու գիտեք, այստեղ ինչ որ մի հատ դեղահաբ եք գրել, որը արհեստական բանականությունն ասում է, որ պետք է այլ ձև օգտագործել կամ այլ դեղաչափով, ելի կրկին այստեղ պետքա բացատրես, որ գոյություն ունի ուղեցույց, որ դու սխալ ես միգուցե ներբեռնել, սխալ ես քո հարցադրումը իրականացրել եւ այլն եւ այլն։ Ինչ ապրումներ եք ունենում, երբ լսում եք ձեր բուժարոյի հղիության լուրը։ Շատ դրական, շատ։ Ես մարդ եմ, ով ունի ծով ոգևորվածություն նմանատիպ լուրերից, ու անգամ ինչ որ բուժման պարագայում, երբ որ ունեն մենք դրական արդյունքներ, չգիտեմ, շատ պացիենտներ ունեն հոգեբանական տարբեր խնդիրներ, չեն կարողանում սեռական հարաբերություն ունենան, կամ սկսում են ունենալ նորմալ սեռական կյանք, կամ հղիանում են եւ այլն, ես այդ ամեն ինչից շատ ոգևորվում եմ։ Չգիտեմ խիա այտենց ամեն դեպքում այդ այն մոտիվացիան է, որին ստիպում է հետագայում ավելի ոգևորված վերադառնալ կլինիկա։ Կարծում եմ, եթե այդ ամեն ինչը չլիներ, ինչ որ մի կետից ես կհոգնեի ու կորոշեի, որ այլևս պետքա փոխել մասնագիտություն կամ պետքա ավելի քիչ աշխատել, բայց ես այն ինչով որ զբաղվում եմ, շատ սիրում եմ։ Դա հենց ու անգամ երբ որ գնում եմ արձակուրդ 5 օր չեմ աշխատում 6 օր, սպասում եմ երբեմն արագի մեջ վերադառնալու կլինիկա, չգիտեմ, դա բժշկական հիվանդություն է, թե ինչ է, ես չեմ կարող դա նկարագրեմ, առավել ևս այն որ սկսում ես աշխատել ու սպասում ես ինչ-որ մի լավ բանի, հենց այդ լավ բան լինում է, մոտիվացիադ ավելի ուժեղանում, ոգևորվում ես, ուրախանում ես, չգիտեմ։ Շատ կարևոր է իմ համար։ Կարելի է նաև կոչել ուղղակի, որ շատ եք սիրում ձեր աշխատանքը։ Երևի։ Իզես ոգևորում են բերվող քաղցրավենիքները բուժարոների կողմից, թե չեք սիրում։ Այս պահի դրությամբ ոչ, որովհետև ուզում եմ նիհարեմ ու չի ստացվում այդքան քաղցրավենիքի մեջ։ Արգելում եք, որ բերեն։ Չէ, շատ եմ բերում։ Իրականում եւ քաղցրավենիք եւ ներքևը կարելի է խանութ բացել։ Կարելի է։ Ես ունեմ այո մեծ խմիչքների դարակ, որ եթե որ խանութ բացեմ, այդ բաժինը արդեն ամբողջովին կլինի։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ կարևոր տեղեկությունների համար եւս ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում։